Ավելի քան $1 միլիարդ սառեցվեց Վաշինգտոնը խոսում է խարդախության մասին, իսկ Կալիֆորնիան ու Մինեսոտան քաղաքական հաշվեհարդարի։ Շուտով ուղիղ չվերթ դեպի Բեյրութ, 40 տարվա դադարից հետո երկինքը կրկին բացվում է։ Միացյալ Նահանգներից դեպի Լիբանան ուղիղ չվերթները վերադառնում են, իսկ երկու երկրների հարաբերությունները նոր էջ բացում։ 10 գիշեր շարունակ հարվածներ Իրանին, բայց դիվանագիտության դուռը դեռ ամբողջությամբ չի փակվել։ Ռումբերն ու բանակցությունները կրկին կողք կողքի են ընթանում։ Պատերազմի գինը հասել է $37.5 միլիարդ, մինչ Պենտագոնը նոր գումար է խնդրում, կոնգրեսում հաշվում են ոչ միայն դոլարները, այլև քաղաքական գինը։ Գոդզիլայի աշխարհը սգում է, երիտասարդ դերասանուհու կյանքն ընդհատվեց ավտովթարից, իսկ պատճառների շուրջ դեռ շատ հարցեր կան։ Վիզաների ճակատագիրը տեղափոխվել է դատարան, դատավորի որոշումը կարող է ազդել 75 երկրի քաղաքացիների վրա։ Այս եւ մի շարք այլ հետաքրքիր թեմաների մանրամասները առաջիկա րոպեներին։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Նախքան սկսելը ցանկանում եմ շնորհակալական խոսքեր ուղղել բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես աջակցում են։ Դա կլինի ալիքը առաջին անգամ դիտելով, դա կլինի մեզ մշտապես հետևելով, դա կլինի բաժանորդագրվելով ալիքին, հավանելով նյութերը կամ մեկնաբանություններով ընդհանրապես մեզ քննադատելով։ Բոլոր դեպքերում շնորհակալ ենք, որովհետև թե քննադատության, թե դրվատակի խոսքերի դեպքում մեզ հնարավորություն եք տալիս գտնել մեր սխալները եւ մեր առավելությունները։ Իսկ եթե առաջին անգամ եք դիտում իրականում, ապա հուսով եմ, որ վերջում ձեզ այս ձևաչափը դուր կգա եւ անպայման կբաժանորդագրվեք ալիքին, ինչի համար կանխավ շնորհակալ եմ։ Սկսենք լուրերը ու սկսենք Վաշինգտոնից կայացել է առողջապահական պատասխանատուների ասուլիսը, որոնք որ ներկայացնում են J.D. Vance-ի գլխավորած հակախարդախությունների հանձնախումբը, որը վերջերս է ստեղծվել։ Նրանք փորձում են ներկայացնել, որ առողջապահական ծրագրերում նոր ներդրումներ են կատարում, այսպես փոփոխություններ են ավելի շուտ կատարում, որը բերել է իր արդյունքը ու ըստ այդմ $1 միլիարդ ծրագրերի կասեցում է կատարվել։ Վարչակազմը հայտնել է, որ ժամանակավորապես կասեցնում է ավելի քան $1 միլիարդ Medicaid ծրագրի դաշնային վճարումները Կալիֆորնիային եւ Մինեսոտային, վկայակոչելով կասկածվող խարդախություններն ու դաշնային պահանջների հնարավոր խախտումները։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտնել է, որ որոշման նպատակն է կանխել հնարավոր խարդախությունները մինչև պետական միջոցների վճարումը, այլ ոչ թե հետագայում փորձել վերադարձնել արդեն ծախսված գումարները։ Նրա խոսքով կառավարությունը պարտավոր է ժամանակավորապես դադարեցնել վճարումները, պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը եւ հետեւել ապացույցներին։ Վերջին որոշմամբ Կալիֆորնիայի համար հետաձգվել է շուրջ $867.5 միլիոն, իսկ Մինեսոտայի համար $199 միլիոն Medicaid ֆինանսավորում։ Վարչակազմը դեռ չի հստակեցրել արդյոք այս գումարները լրացում են ավելի վաղ սառեցված ֆինանսավորմանը, թե մասամբ համընկնում են դրա հետ։ Դոկտոր Մեզմետոզը նշել է, որ գործակալությունը հայտնաբերել է մի շարք կասկածելի օրինաչափություններ, այդ թվում դեպքեր, երբ բուժծառայություններ մատուցողները միաժամանակ հաշվարկել են մի քանի հիվանդի սպասարկում կամ վճարումներ են պահանջել արդեն մահացած Medicaid շահառուների անուններով։ Կենեդին եւ Օզը նշել են, որ դաշնային ֆինանսավորման հոսքը կարող է վերականգնվել, եթե նահանգները ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ վիճարկվող վճարումներն օրինական են։ Սակայն Մինեսոտայի եւ Կալիֆորնիայի իշխանությունները կտրականապես հերքում են մեղադրանքները։ Մինեսոտայի առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ դաշնային կառավարությունը չի ներկայացրել հաշվարկների հիմքում ընկած տվյալներն ու ապացույցները, իսկ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը վարչակազմին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով նահանգը թիրախավորելու մեջ։ Նրա խոսքով դաշնային իշխանությունները նախ հայտարարում են ֆինանսավորման կասեցման մասին, իսկ հետո միայն փորձում պարզել, թե իրականում ինչ խնդիր կա։ Նահանգապետը նշել է, որ Կալիֆորնիան արդեն ամիսներ շարունակ համագործակցում է դաշնային կառավարության հետ ու տրամադրում պահանջված փաստաթղթերը։ Նա հիշեցրել է, որ նույն տեղեկատվությունը պետք է ներկայացվեր մինչև հուլիսի վերջ, ուստի ըստ նրա այս հայտարարությունը պարզապես քաղաքական ներկայացում է։ Իսկ մամուլի ասուլիսի ավարտին առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերը անդրադարձել է նաև վերջերս արձանագրված ցիկլոսպորիազի բռնկմանը։ Նրա խոսքով համաճարակաբանական հետաքննությամբ հայտնաբերվել է վարակի աղբյուրը, իսկ ներգրաված ընկերությունները սկսել են արտադրանքի հետ կանչը։ Նա հերքել է այն քննադատությունները, թե դաշնային կառույցներում կատարված կրճատումները դանդաղեցրել են այս արձագանքը բռնկմանը։
Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն այսօր հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Այուին, որտեղ կողմերը հայտարարել են Լիբանանի և Իսրայելի միջև երկարամյա հակամարտության ավարտին ուղղված շրջանակային համաձայնության ստորագրման մասին։ Լիբանանի նախագահը այն անվանել է պատմական ձեռքբերում և նշել, որ վերջնական նպատակը երկու երկրների միջև թշնամանքի լիակատար ավարտն է։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Լիբանանին և ընդգծել, որ երկիրը երկար տարիներ ծանր փորձությունների միջով է անցել։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը լինելու է երկու երկրների համատեղ առաջնահերթությունը։ Իր հերթին Ջոզեֆ Աունը հայտնել է, որ համաձայնությունը խորհրդարանի վավերացման կարիք չունի և իրականացվում է նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Նրա խոսքով խորհրդարանի խոսնակն աջակցում է պատերազմի ավարտին ուղղված ջանքերին, թեև ստիպված է հաշվի առնել երկրի ներքաղաքական հավասարակշռությունը։ Անդրադառնալով Իսրայելի զորքերի դուրսբերմանը, Թրամփը նշել է, որ այդ գործընթացն արդեն ընթանում է, իսկ Միացյալ Նահանգները քննարկում է նաև Լիբանանի բանակին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը, որպեսզի այն կարողանա վերահսկողություն հաստատել այն շրջաններում, որտեղ նախկինում գործել է Հեզբոլլահը։ Նախագահ Թրամփը նաև հայտնել է, որ թույլ կտա ամերիկյան ավիաընկերություններին ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո վերսկսել ուղիղ չվերթները դեպի Լիբանան։ Այն դադարեցվել էր 1985 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի օրոք, երբ առևանգվել էր TWA Flight 847 ինքնաթիռը։ Միացյալ Նահանգների նախագահը նաև անդրադարձել է հութիների հնարավոր ծովային շրջափակմանը։ Լրագրողի հարցին պատասխանելով նախագահը նշել է, որ նման շրջափակում դեռևս չի իրականացվել, սակայն ընդգծել է, որ եթե իրավիճակը փոխվի, Միացյալ Նահանգները համապատասխան քայլեր կձեռնարկի։ Հութիների վերահսկողության տակ գտնվող Սաբա լրատվական գործակալությունը սակայն հայտնում է, որ 6 առևտրային նավ փոխել է իր երթուղին նախազգուշացումից հետո։ Դրանից մեկ օր առաջ հութիները նաև հայտարարել էին Սաուդյան Արաբիայի դեմ ծովային էմբարգո սահմանելու մասին։ Չնայած դրան, Թրամփը նշել է, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգները հութիների հետ որևէ խնդիր չի ունեցել։ Նրա խոսքով հակամարտության ընթացքում ևս կողմերի միջև լուրջ բախումներ չեն արձանագրվել։ Պատասխանելով Իրանին վերաբերող հարցերին, Թրամփը նշել է, որ պաշտոնական Թեհրանը ցանկանում է բանակցել, սակայն մինչև իրական առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները շարունակելու է ռազմական ճնշումը։ Նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրին հասցված հարվածներից հետո Թեհրանին կարող են անհրաժեշտ լինել 20-ից 25 տարի իր միջուկային ենթակառուցվածքները վերականգնելու համար, անգամ եթե ռազմական գործողություններն ավարտվեն հենց այս պահին։ Խոսելով այն տեղեկությունների մասին, թե Իրանը կարող է միջուկային ցենտրիֆուգաները տեղափոխել Պիքաքս լեռան ստորգետնյա միջուկային համալիր, Թրամփը նշել է, որ նման հավանականությունը չի բացառում, սակայն ըստ նախագահի Միացյալ Նահանգների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե սարքավորումների, այլ միջուկային նյութերի գտնվելու վայրի վրա։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ մոտ ժամանակում նոր հարվածներ կհասցնի հենց այդ տարածքին։ Շարունակելով նույն թեմայի շրջանակում, գիշերը Իրանի դեմ իրականացված ավիահարվածների 10-րդ անընդմեջ օրն էր։ Միացյալ Նահանգների զինված ուժերի հրապարակած տեսանյութերում երևում են կործանիչների թռիչքները և Իրանի տարածքում գտնվող թիրախներին հասցված հարվածները։ Պաշտոնական տվյալներով վերջին գործողությունը տևել է մոտ 5 ժամ։ Իրանի իշխանություններն իրենց հերթին դատապարտել են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումները և հայտարարել, որ Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցով դիվանագիտական շփումները շարունակվում են, սակայն հրաժարվել են հրապարակել բանակցությունների մանրամասները։ Պակիստանյան երկու պաշտոնական աղբյուր հայտնել են, որ Իրանի ներքին գործերի նախարարը դիմել է Պակիստանին, խնդրելով վերականգնել իր միջնորդական դերը հակամարտության կարգավորման գործընթացում։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեդը Սենատի հատկացումների հանձնաժողովում մասնակցել է լսումների, որտեղ ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր ֆինանսական գնահատականը։ Նրա խոսքով պատերազմն արդեն արժեցել է մոտ 37.5 միլիարդ դոլար։ Հեքսեդը հայտարարել է, որ Սպիտակ տունը կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում, ընդգծելով, որ այդ միջոցները բանակի համար հրատապ անհրաժեշտություն են։ Հանրապետականները փորձում են կյանքի կոչել 95 միլիարդ դոլարի բյուջետային փաթեթի հաստատումը, որի հիմնական մասը նախատեսված է ռազմական ծախսերի համար, ինչպես նաև ազգային անվտանգության, գյուղատնտեսության և վարչակազմի այլ նախաձեռնությունների ֆինանսավորմանը։ Լսումների ընթացքում նախարարի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է բողոքի ակցիաներով։ Դեմոկրատ սենատորները կասկածի տակ են դրել լրացուցիչ ռազմական ծախսերի անհրաժեշտությունը։ Սենատոր Փեթի Մյուրելը հայտարարել է, որ հակամարտությունը կրկին վերածվում է երկարատև պատերազմի, հիշեցնելով, որ նախագահ Թրամփը բազմիցս խոստացել էր, թե խաղաղ համաձայնագիրն արդեն մոտ է։ Նրա խոսքով այժմ վարչակազմը կոնգրեսից պահանջում է տասնյակ միլիարդավոր դոլարների նոր ֆինանսավորում առանց հստակ
երաշխիքների, որ պատերազմը շուտով կավարտվի։ Լսումների ընթացքում հարցեր են հնչել նաև Պենտագոնի ղեկավարության աշխատանքի, ռազմական ծախսերի արդյունավետության եւ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մի շարք սենատորներ պահանջել են ավելի հստակ պատասխաններ Իրանի հնարավոր քայլերի եւ Միացյալ Նահանգների ռազմավարության մասին։ Հանրապետականները ծրագրում են այս շաբաթ ներկայացուցիչների պալատում քվեարկության դնել բյուջետային փաթեթը, փորձելով այն ընդունել մինչև կոնգրեսի նախընտրական արձակուրդը։ Դեմոկրատները սակայն շարունակում են ընդդիմանալ նախաձեռնությանը, պնդելով, որ նոր ռազմական ծախսերը կարող են խորացնել հակամարտությունն ու ավելացնել դաշնային բյուջեի պակաս սուրթը։ Իրանի պատերազմից մինչև կառավարության հնարավոր փակման վտանգ։ Կոնգրեսում ներքաղաքական հակասությունները շարունակում են խորանալ։ Սենատի հանրապետականներն ու դեմոկրատները հերթական անգամ ներկայացրել են միմյանցից կտրուկ տարբերվող օրակարգեր, փորձելով համոզել ամերիկացիներին, որ հենց իրենց առաջարկած լուծումներն են անհրաժեշտ երկրին։ Մանրամասները Մարիամ Աթաբեկյանի ռեպորտաժում։ Հանրապետականները հայտարարում են, որ կոնգրեսի գլխավոր խնդիրը կառավարության անխափան աշխատանքն ապահովելն է, պաշտպանության ֆինանսավորումը եւ ազգային անվտանգությանն առնչվող օրենսդրության առաջմղումը։ Նրանք նաեւ մեղադրում են դեմոկրատներին մի շարք կարևոր նախագծերի ընդունումը ձգձգելու եւ երկկուսակցական համագործակցությունը խոչընդոտելու համար։ Մեր ամենակարևոր խնդիրն այժմ կառավարության ֆինանսավորումն է։ Մենք ցանկանում ենք երկկուսակցական համաձայնությամբ ընդունել ժամանակավոր բյուջեն, որպեսզի կառավարությունը շարունակի աշխատել, իսկ պետական ծառայողները շարունակեն ստանալ իրենց աշխատավարձը։ Հանրապետականների համոզման որոշ դեմոկրատներ պաշտպանում են անգամ ոստիկանական ֆինանսավորման կրճատումը, հարկերի բարձրացումը եւ ավելի բաց ներգաղթային քաղաքականությունը, ինչը ըստ հանրապետականների սպառնում է երկրի անվտանգությանը։ Այսօրվա դեմոկրատական կուսակցությունը ղեկավարվում է ծայրահեղականների կողմից։ Նրանք ցանկանում են բարձրացնել հարկերը, թույլատրել ոստիկանությանը եւ բացել սահմանները։ Ամերիկացիները նման քաղաքականություն չեն ցանկանում։ Դեմոկրատներն իրենց հերթին պնդում են, որ երկրի իրական խնդիրները բոլորովին այլ են։ Նրանց խոսքով վարչակազմը չի կարողացել ավարտել Իրանի պատերազմը, իսկ ամերիկացի զինծառայողները շարունակում են զոհվել եւ վիրավորվել։ Նրանք նաեւ մեղադրում են Պենտագոնին պատերազմի հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հանրությունից թաքցնելու համար։ Հրադադարը տապալվել է, պատերազմը սրվում է, իսկ ամերիկացի զինվորները շարունակում են զոհվել։ Ամերիկացիներն արժանի են իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Դեմոկրատները հայտարարել են, որ այս շաբաթ կրկին կփորձեն սենատում քվեարկության դնել նախաձեռնություն, որի նպատակն է սահմանափակել իրենց բնորոշմամբ չարտոնված պատերազմը եւ վերադարձնել ամերիկացի զինծառայողներին տուն։ Նրանք նաեւ խոստանում են ավելի խիստ վերահսկողություն սահմանել ռազմական ծախսերի նկատմամբ։ Զոհված զինվորների ընտանիքները մեկ հարց են տալիս. ինչու։ Եթե իշխանությունը չի կարող պատասխանել այդ հարցին, ապա չի կարող արդարացնել այս պատերազմի շարունակությունը։ Հանրապետականները սակայն վստահեցնում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները միտված են Իրանի վրա ճնշումներ ուժեղացնելուն եւ Հորմուզի նեղուցում միջազգային ավագնացության անվտանգությունն ապահովելուն։ Նրանք ընդգծում են, որ կոնգրեսը պատրաստ է քննարկել լրացուցիչ ռազմական ֆինանսավորման հարցը, եթե դա անհրաժեշտ լինի երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Նախագահի գործողությունների նպատակը մեկն է՝ ստիպել Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք ապահովել, որ մեր զինված ուժերը պատրաստ լինեն ցանկացած սպառնալիքի։ Քննադատության մյուս թիրախը Սպիտակ տան գործունեությունն էր։ Դեմոկրատները մեղադրում են նախագահ Թրամփին պաշտոնական լիազորությունները անձնական շահերի համար օգտագործելու մեջ եւ հայտարարում են, որ առաջիկայում կներկայացնեն նոր նախաձեռնություններ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նախագահությունը չպետք է դառնա ընտանեկան բիզնես։ Սպիտակ տունը վաճառքի ենթակա չէ եւ ամերիկացիները պետք է չվճարեն դրա գինը։ Իրանի պատերազմից մինչև կառավարության ֆինանսավորում։ Կոնգրեսում փոխզիջման եզրեր առայժմ չեն երևում։ Մինչ հանրապետականներն աջակցում են վարչակազմի գործունեություններին, դեմոկրատները պահանջում են ավելի մեծ վերահսկողություն եւ պատերազմի ավարտ։ Իսկ թե այս հակասություններից որն ավելի համոզիչ կլինի ամերիկացի ընտրողների համար, ցույց կտան առաջիկա քաղաքական զարգացումները։ Մարիամ Աթաբեկյան, Արմեդիա։ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցող իրադարձություններին էլ է հետևել Մարիամ Աթաբեկյանը, նկատելով, որ Վաշինգտոնում նախընտրական պայքարն է նոր թափ հավաքում։ Հանրապետականներն ու դեմոկրատները ներկայացրել են քաղաքական առաջնահերթությունները, չմոռանալով իհարկե միմյանց մեղադրել տարբեր իրավիճակի համար։ Ինչի շուրջ են այսօր ամենասուր տարաձայնությունները եւ ինչ ուղերձներով են երկու կուսակցությունները պատրաստվում մտնել միջանկյալ ընտրությունների պայքար։ Մանրամասները կրկին Մարիամ Աթաբեկյանի ռեպորտաժում։ Վաշինգտոնում հանրապետականների եւ դեմոկրատների միջև քաղաքական դիմակայությունն ավելի է սրվում։ Երկու կուսակցություններն էլ հանդես են եկել գրեթե նույն թեմաների շուրջ հայտարարություններով, փորձելով համոզել ընտրողներին, որ հենց իրենք են առաջարկում երկրի զարգացման ճիշտ ուղին։ Դադարեք դա այլ անուններով կոչել, եկեք ասենք այնպես ինչպես կա, դա կոմունիզմ է։
Հանրապետական Սթիվ Քալիսի խոսքով դեմոկրատական կուսակցության ձախ թևը ներկայացնում է գաղափարներ, որոնք մեծացնում են կառավարության վերահսկողությունը, սահմանափակում մասնավոր սեփականության դերը եւ ավելի են մոտեցնում երկիրը սոցիալիստական տնտեսական մոդելին։ Հանրապետականները հայտարարում են, որ հենց այս պատճառով առաջիկա ընտրությունները լինելու են ազատության եւ կոմունիզմի միջև ընտրություն։ Հանրապետականները խոսում են կոմունիզմից, որովհետև ուզում են շեղել մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից։ Դեմոկրատները հակադարձում են, որ հանրապետական ղեկավարությունը փորձում է փոխել հանրային օրակարգը։ Նրանց կարծիքով ամերիկացիներին այսօր ավելի շատ անհանգստացնում են թանկացող բենզինը, սննդամթերքն ու կոմունալ վճարները, ոչ թե քաղաքական պիտակավորումները։ Հանրապետականները նաև հայտարարել են, որ առաջ են մղելու ընտրողների անձը հաստատող փաստաթղթի պարտադիր ներկայացման պահանջը, կոնգրեսի անդամների բաժնետոմսերի առևտուրը սահմանափակող օրինագիծը եւ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր նախագիծը հնարավոր փակումը կանխելու համար։ Այս շաբաթ մենք կընդունենք որոշումներ, որոնք կուժեղացնեն ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը, կպաշտպանեն ազգային անվտանգությունը եւ կապահովեն կառավարության շարունակական աշխատանքը։ Դեմոկրատների գնահատմամբ հանրապետականների ներկայացրած մոտ 95 միլիարդ դոլարի ֆինանսավորման նախագիծը հիմնականում վերաբերում է ռազմական ծախսերին եւ չի լուծում կյանքի թանկացման խնդիրները։ Նրանք նաեւ պնդում են, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ընդունված օրենսդրական նախաձեռնությունները զգալիորեն մեծացրել են երկրի պետական պարտքը։ Ասուլիսների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԱՄՆ-Իրան հակամարտությանը։ Հանրապետականները շարունակում են պնդել, որ անհրաժեշտ է պահպանել ճնշումը, սակայն այս պահին կոնգրեսի կողմից նոր ռազմական լիազորությունների անհրաժեշտություն չեն տեսնում։ Մեր նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Այդ գործընթացում պետք է ներգրաված լինեն նաև մեր դաշնակիցները։ Դեմոկրատները սակայն համոզված են, որ Թրամփի վարչակազմը երկիրը ներքաշել է Իրանի հետ հակամարտության մեջ առանց հստակ ծրագրի։ Նրանք հայտարարել են, որ շարունակելու են պահանջել կոնգրեսի ավելի մեծ վերահսկողություն ռազմական գործողությունների նկատմամբ, իսկ իշխանության գալու դեպքում խոստանում են առաջին հերթին ներկայացնել Իրանի պատերազմի ավարտին ուղղված օրենսդրական նախաձեռնություն։ Այս պատերազմը սկսվեց առանց ռազմավարության եւ առանց բավարար պաշտպանության։ Դրա հետևանքով արդեն զոհվել են ամերիկացի զինծառայողներ։ Այսպիսով, հանրապետականները կենտրոնանում են ազգային անվտանգության, ընտրական բարեփոխումների եւ գաղափարական պայքարի վրա, մինչդեռ դեմոկրատները առաջնային են համարում կյանքի թանկացումը, տնտեսությունն ու Իրանի պատերազմի քննադատությունը։ Հենց այս թեմաներն էլ ամենայն հավանականությամբ կդառնան առաջիկա ամիսների նախընտրական քարոզարշավի առանցքը։ Մարիամ Աթաբեկյան, Armedia։ Թողարկման երկրորդ հատվածում կրկին հետաքրքիր լուրերի քաղվածքի, այնպես որ մնացեք մեզ հետ իմանալու Ամերիկայում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին։ Սակայն մինչ այդ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Vivaldi Catering-ին։ Միշտ կարևոր արժեք է եղել հյուրընկալությունը հայկական օջախում, իսկ այսօր այն կարող է լինել նաև առանց ժամեր շարունակ խոհանոցում անցկացնելու։ Vivaldi Catering-ը կհոգա լավագույն հյուրասիրության մասը, իսկ դուք պարզապես ժամանակ անցկացնեք ձեր ընտանիքի հարազատների եւ հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս էլ նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել եք Armedia-ից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել ինչպես առցանց, այնպես էլ զանգարելով 707 771 77 71 հեռախոսահամարով, իսկ առցանց հասցեն կարող եք գտնել մեր նկարագրություն բաժնում։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Լոս Անջելեսում այսօր մեկնարկել է D4VD, նույն ինքը Դեվիդ Ընտոնի Բրքի աղմկահարույց սպանության գործով դատական նախնական լսումները, որը մեղադրվում է 14-ամյա Սելեստե Ռիվաս Հեռնանդեսի սպանության մեջ։ Մեղադրանքների մեջ ներառված է նաև երեխայի նկատմամբ սեռական բռնություն, ինչպես նաև դին մասնատելը։ Նա բոլոր մեղադրանքները հերքում է, իրեն մեղավոր չի ճանաչում։ Զոհի մասնատված մարմինը նախորդ տարվա սեպտեմբերին հայտնաբերել էին երկչին պատկանող Թեսլա մակնիշի ավտոմեքենայի առջևի բեռնախցիկում Լոս Անջելեսի տարհանված ավտոմեքենաների կայանատեղիում։ Դատախազությունը պնդում է, որ սպանության շարժառիթը եղել է այն, որ դեռահասը սպառնացել էր հրապարակել իրենց միջև եղած ըստ իրավապահների անօրինական սեռական հարաբերությունների մասին տեղեկությունները, ինչը կարող է լրջորեն վնասել երկչի կարիերային։ Այս լսումների ընթացքում դատավորը պետք է որոշի, արդյոք դատախազությունը ներկայացրել է բավարար ապացույցներ, որպեսզի գործը փոխանցվի լիարժեք դատավարության։ Ակնկալվում է, որ նախնական դատական լսումները կտևեն 3-ից 7 օր, իսկ Դեվիդ Բրքը մինչ այդ կմնա կալանքի տակ առանց գրավի իրավունքի։
Դատախազ Նեյթան Հոքմանի խոսքով նախատեսվում է հրավիրել ավելի քան 10 վկայի, այդ թվում ոստիկանության աշխատակիցների, դատաբժշկական մասնագետների եւ այլ անձանց։ Նշվել է նաև, որ նախնական լսումների ընթացքում կարող են օգտագործվել որոշ ապացույցներ եւ վկայություններ, որոնք հետագայում հիմնական դատավարության ընթացքում կարող են անթույլատրելի լինել։ Հոքմանը համոզված է, որ կկարողանա բավարարել նախնական լսումների համար պահանջվող ապացուցողական շեմը եւ գործը հասցնել լիարժեք դատավարության։ Դատախազը նաև նշել է, որ մեղադրական դատավճռի դեպքում կպահանջի օրենքով նախատեսված պատիժը, իսկ այն, թե արդյոք դատախազությունը կդիմի նաև մահապատժի կիրառման պահանջով, կհայտարարի ավելի ուշ։ Godzilla vs. Kong և Godzilla X Kong The New Empire ֆիլմերից հայտնի դերասանուհի Քեյլի Հոթլը մահացել է 18 տարեկանում։ Դերասանուհու մահվան մասին հայտնել է նրա հայրը Ջոշուա Հոթլը, որը սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում ժեստերի լեզվով պատմել է, որ ստիպված է եղել Թեքսասից մեկնել Մերիլենդ, երբ դուստրը ավտովթարի էր ենթարկվել։ Դրա խոսքով սկզբում ոստիկանությունից զանգահարել տեղեկացրել են վթարի մասին, իսկ քիչ անց հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Քելիի սիրտը կանգ է առել։ Ընտանիքի խնդրանքով իշխանությունները կոչ են արել հարգել նրանց անձնական կյանքը եւ չտարածել չհաստատված տեղեկություններ ավտովթարի հանգամանքների վերաբերյալ։ Ջորդիա նահանգից սերող Քելին մեծացել էր 4 սերունդ շարունակ լսողական խնդիրներ ունեցող ընտանիքում եւ մանկուց ազատ տիրապետում էր ամերիկյան ժեստերի լեզվին։ Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց ջիա կերպարի շնորհիվ 2021 թվականին նկարահանվելով Godzilla vs. Kong եւ 2024-ին էլ Godzilla X Kong The New Empire ֆիլմերում։ Մի խումբ ներգաղթյալների փաստաբաններ դիմել են Դաշնային դատարան պահանջելով կասեցնել Թրամփի վարչակազմի նոր ներգաղթային քաղաքականության կիրառումը, որը նախատեսում է մերժել ներգաղթային վիզաների դիմումները 75 երկրների քաղաքացիների համար միայն նրանց քաղաքացիության հիմքով։ Իդեպ հիշեցնեմ, որ այս մասին դեռևս մի քանի ամիս առաջ էինք խոսել նույնիսկ հատուկ թողարկման ընթացքում ու այս ցուցակում նաև ներգրաված է Հայաստանը։ Խոսքը վերաբերում է ներգաղթային միայն վիզաների մասին, այլ ոչ թե զբոսաշրջային։ Գործը սկսվել է Վաշինգտոնի Դաշնային դատանում։ Դատավոր Թրևոր Մակֆադենը, որին ժամանակին դատավորի պաշտոնում առաջադրել էր հենց նախագահ Դոնալդ Թրամփը, նիստի ավարտին որոշում չի կայացրել։ Լսումների ընթացքում ներգաղթյալների ներկայացուցիչները պնդել են, որ պետքարտուղարությունը չի կարող ընդհանուր արգելք կիրառել ամբողջ երկրի քաղաքացիների համար։ Նրանց խոսքով նման քաղաքականությունը հակասում է գործող օրենքներին, քանի որ յուրաքանչյուր դիմում պետք է գնահատվի անհատական հիմունքներով, այլ ոչ թե միայն դիմողի քաղաքացիության պատճառով։ Իր հերթին Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ հայցվորները չեն կարողացել ապացուցել, թե նոր քաղաքականության հետևանքով կրում են անմիջական կամ անուղղելի վնաս, ինչի պատճառով ըստ նրանց դատանը պետք է չկասեցնի դրա կիրառումը։ Դատավոր Մակֆադենը լսումների ընթացքում նշել է, որ կասկածներ ունի, արդյոք հայցվորներն ունեն բավարար իրավական հիմք այս քաղաքականությունը դատանում վիճարկելու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դատական նախադեպերում կան որոշ հիմքեր, որոնք կարող են աջակցել հայցվորների ներկայացրած իրավական փաստարկներին։ Դատարանը դեռ չի հայտարարել, թե երբ կհրապարակի իր որոշումը ժամանակավորապես կասեցնելու կամ թույլատրելու Թրամփի վարչակազմի նոր վիզային քաղաքականության հետագա կիրառումը։ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովում լսումներ էին նվիրված Սմիթսոնյան ինստիտուտի գործունեությանը։ Հանրապետական կոնգրեսականները քննադատել են Ամերիկայի պատմության ազգային թանգարանի ցուցադրությունները, պնդելով, որ դրանք գնալով ավելի շատ արտացոլում են քաղաքական եւ գաղափարական մոտեցումներ, քան պատմական փաստեր։ Հանրապետական կոնգրեսական Նենսի Մեյսը թանգարանի տնօրեն Անթեա Հարթիգին հարցերը ուղղել թանգարանի ցուցադրություններում ներկայացված գենդերային թեմաների վերաբերյալ։ Նա ուշադրություն է հրավիրել այն ցուցադրություններին, որտեղ նշվում է, որ տարբեր երկրներում կարող են ընդունվել 2-ից ավելի գենդերներ, ինչպես նաև այն նյութերին, որոնցում ասվում է, որ մարդու սեռը միշտ չէ, որ բացահայտվում է ծննդյան պահին։ Մեյսը պնդել է, որ կնոջ հասկացությունը կենսաբանական է եւ քննադատել է թանգարանի մոտեցումը։ Հարթիգը սակայն խուսափել է քաղաքական գնահատականներից ու նշել, որ թանգարանը նպատակ ունի ներկայացնել տարբեր մարդկանց փորձառությունները եւ ամերիկյան հասարակության բազմազանությունը։ Լսումների ընթացքում քննադատության մեկ այլ թեմա է դարձել նաև թանգարանի հետ կապվող բազմազանության եւ ներառականության վերաբերյալ նյութերը։ Հանրապետական կոնգրեսական Բրենդեն Գիլը հետաքրքրվել է, թե արդյոք ընդունելի է այնպիսի ապրանքների վաճառքը, ինչպիսիք են Latina Power գրությամբ հուշանվերները, ինչպես նաև անդրադարձել է մի փաստաթղթի, որտեղ քաղաքավարի
ղեկավարությունը ներկայացնում է որպես սպիտակների գերակայության մշակույթի առանձնահատկություն։ Թանգարանի տնօրենը պատասխանել է, որ հիշատակված ուղեցույցը Սմիթսոնյանի կողմից չի ստեղծվել եւ ընդգծել է, որ թանգարանի գործունեությունը հիմնված է գիտական հետազոտությունների, օբյեկտիվության եւ անկուսակցական աշխատանքի սկզբունքների վրա։ Առանձին հարցադրումներ են հնչել նաեւ երեխաների համար նախատեսված ցուցադրությունների վերաբերյալ։ Հանրապետական կոնգրեսական Թիմ Բրչեթը քննադատել է թանգարանի այն ցուցահանդեսները, որտեղ ներկայացված են գենդերային ինքնության եւ սեռականության թեմաներ, պնդելով, որ նման բովանդակությունը երեխաների համար կարող է անտեղի լինել։ Ի պատասխան Հարթիգը նշել է, որ քննադատության առարկա դարձած Girlhood It's Complicated ցուցահանդեսը նախատեսված չէր փոքրահասակ երեխաների համար, իսկ մուտքի մոտ տեղադրված էին զգուշացնող տեղեկություններ, որպեսզի ծնողներն իրենք որոշեին, արդյոք ցանկալի է երեխայի հետ ներս մտնել։ Հանրապետական օրենսդիրները պնդել են, որ Սմիթսոնյանի որոշ ցուցադրություններ եւ նյութեր շեղվում են պատմության ներկայացումից եւ արտացոլում են ժամանակակից քաղաքական եւ մշակութային գաղափարախոսություններ։ Թանգարանի ղեկավարությունն իր հերթին վերահաստատել է, որ իր առաքելությունը ամերիկյան պատմությունը ներկայացնելն է գիտական չափանիշներին համապատասխան, ներառելով հասարակության տարբեր խմբերի պատմություններն ու փորձառությունները։ Եվ օրվա վերջին թեման, որին թերևս 3 մասամբ անդրադարձել ենք, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթներին ակտիվացնել երկկողմ առևտրային բանակցությունները։ Պաշտոնական Օտավայի նպատակն է արդիականացնել ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում համագործակցությունը եւ հասնել նոր համապարփակ համաձայնության, որը կբխի երկու երկրների շահերից։ Վարչապետը նշել է, որ Կանադան պատրաստվում է ամերիկյան նոր մաքսատուրքերի հնարավոր ուժի մեջ մտնելուն, որոնք կարող են կիրառվել մոտ 1 ամսից։ Նրա խոսքով կառավարությունը քննարկում է բոլոր հնարավոր պատասխան քայլերը, սակայն առաջնահերթությունը շարունակում է մնալ բանակցությունների միջոցով փոխընդունելի լուծման հասնելը։ Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ էր հայտարարել, որ Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանվում է 50% մաքսատուրք։ Սպիտակ տանից պարզաբանել են, որ որոշումը պայմանավորված է Կանադայի խտրական վերաբերմունքով, որը ցուցաբերվում է ամերիկյան արտադրության ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների եւ կաթնամթերքի նկատմամբ։ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի տվյալներով նոր մաքսատուրքերը կվերաբերեն գրեթե 20 միլիարդ դոլարի կանադական ներմուծմանը, ինչը կազմում է 2025 թվականի Միացյալ Նահանգների կողմից Կանադայից ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքի շուրջ 5.2%-ը։ Եթե նոր համաձայնություն չլինի, ապա սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 30 օրից եւ կներառեն տարբեր ապրանքներ՝ կաթնամթերքից ու ցեմենտից մինչեւ հոկեյի պարագաներ։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել։ Եթե ձեզ դուր եկավ լուրերը եւ այն ձևաչափը, որով որ մենք ներկայանում ենք հանրությանը, ապա բաժանորդագրվեք ալիքին, հատկապես եթե դա չէիք արել մինչեւ հիմա։ Եթե ձեզ դուր եկավ մեր լուրերը, ապա հավանեք այն, եւ եթե ձեզ դուր եկավ մեր լուրերը, ապա տարածեք, եթե դա հնարավոր է։ Բայց մեկնաբանություններում անպայման գրեք ձեր կարծիքը, նույնիսկ քննադատական։ Մենք հաշվի ենք առնում բոլորի տեսակետը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ ու խաղաղ եղեք։ Ցտեսություն։